Սեյեդ Ալի Խամենեին միայն քաղաքական կամ կրոնական անհատականություն չէր, այլ նա խորհրդանիշ էր։ Նա խորհրդանիշն էր Իրանի իղձերի, ազգային իղձերի եւ գաղափարների, որոնք ուղղված էին Իրանի անկախության պահպանմանը, օտարների ազդեցությունից եւ միջամտության ներքո չլինելը եւ ազգային կամքը առ բարգավաճման։ Իրանի թշնամիները ֆիզիկապես սպանել են նրան, սակայն նրանք չգիտեն, որ հերոսապատումները չեն մահանում։ Խամենեիի գաղափարները եւ այն գաղափարները, որոնց համար ամբողջ կյանքում պայքարել է, նա եւս մեկ անգամ վերածնվեցին եւ կենթանացան Իրանի Իսլամական Հանրապետության հասարակության մեջ եւ դա եղավ շնորհիվ նրա արյունոտ եւ պատվաբեր մահվան, որի հետևանքով զոհաբերվեցին թե նրա ընտանիքի կյանքը։ Ինչպես ես մեկ անգամ գրել եմ իմ հոդվածներից մեկում, Իրանի թշնամիները չգիտեին եւ չէին հասկանում, որ Իրանի Իսլամական Հանրապետության հոգեվոր առաջնորդին սպանելով նրանք կոտրեցին օծանելիքի սրվակը եւ դրա արդյունքում այդ օծանելիքի անուշ բույրը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։ Եվ այս իրականությունը նաև ապացուցվում է այն բազմամարդ ամբոխով, որը հավաքվել էր Թեհրանում եւ Ղոմում Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ հոգեվոր առաջնորդի հրաժեշտի արարողությունների շրջանակներում, որոնց շարքերում կան եւ իրանցիներ եւ ոչ իրանցիներ, օտարազգիներ, եւ այսօր էլ բազմամիլիոնանոց ամբոխ ենք մենք տեսնում Իրաքում, ովքեր հավաքվել են հոգեվոր առաջնորդին վերջին հրաժեշտը տալու համար։ Եվ այն ծեսերը, այն արարողությունները, որ տեղի ունեցան, միայն սգո ծեսեր չեն։ Սա եւս մեկ անգամ վկայությունն է հաղթանակի, ազգային կամքի եւ այն համախմբվածության, որ ցույց տվեց Իրանի ժողովուրդը։ Եվ եւս մեկ անգամ բոլորի համար ակնհայտ դարձավ եւ ապացուցվեց այն ճշմարտությունը, որ ճշմարիտ ուղին եւ ճշմարտության ու հոգեվորության ուղին երբեք ոչ ոք չի կարող փակել եւ այդ ճրագը ոչ ոք չի կարող մարել։ Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ հոգեվոր առաջնորդի հրաժեշտի եւ հարգանքի տուրք մատուցելու միջոցառմանը մասնակցեցին 41 երկրների ներկայացուցիչներ ամենաբարձրաստիճան մակարդակով։ Ի լրումն դրա տարածաշրջանային եւ միջազգային 4 կազմակերպությունների ղեկավարներ եւս ներկա գտնվեցին այդ արարողություններին։ 150 լրագրող, մոտավորապես օտարազգի լրատվականների 90 լրատվականների ներկայացուցիչներ ներկա գտնվեցին այս միջոցառմանը եւ լուսաբանեցին այն։ Եվ նաև 250 հոգի սոցիալական ցանցերում ակտիվ անհատականություններից եւ ինչպես նաև ինֆլուենսերներից ներկա գտնվեցին այս արարողությանը։ Եվ այս արարողության հիմնական լոզունգն է պետք է վեր հառնել եւ այս արարողության հիմնական խորհրդանիշը Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդի վերև բարձրացրած բռունցքն է, ինչը խորհրդանշում է Իրանի Իսլամական Հանրապետության վեհության եւ դիմադրության ճանապարհի շարունակությունը։